Երևան քաղաքի կառուցված բոլոր, նշում եմ, բոլոր գալ բենզալցակայանները կառուցվել են առանց շինարարական թույլտվություն։ Ի ապացույց ունեմ փաստաթղթեր, որը տրամադրվել է Երևանի քաղաքապետարանի կողմից իմ պաշտոնական գրության ի պատասխան։ Քաղաքացիական ակտիվիստ Արթուր Չախոյանն է այս մարտահրավեր նետող հայտարարության հեղինակը։ Պնդում է մանրակրկիտ ուսումնասիրել է այս ընկերության բենզալցակայանների տարբեր էսկիզներ, պաշտոնական փաստաթղթեր եւ հետեւություն արել։ ՔՊԱ-ական падգամավոր Խաչատուր Սուքեսյանի ընտանիքի հետ կապված բիզնեսը քաղաքային իշխանության հովանու ներքո է գործում։ Ամենաթարմ օրինակը ըստ ակտիվիստի Միասնիկյան պողոտայի վրա հենց հիմա ընթացող շինարարությունն է։ Սա Միասնիկյան պողոտայի բենզալցակայանն է, որը կառուցվում է ապօրինի առանց շինարարական թույլտվության։ Քաղաքապետարանից ստացած պաշտոնական գրությունն է ցույց տալիս, որտեղ քաղաքային իշխանությունը նախ հաստատում է, որ օգոստոսի 8-ին համաձայնեցրել է էսքիզային նախագիծը, սակայն ընդունում, որ ամիսներ անց երկու արձանագրություն է կազմել խախտումների վերաբերյալ։ Նշված հասցեում առանց համապատասխան քաղաքաշինական փաստաթղթերի իրականացվել են հեղուկ վառելիքի կայանի վերակառուցման, հին շինության քանդում, նորի կառուցում, մասնավորապես հորերի իրականացման շինարարական աշխատանքներ, արտաքին պատերի կառուցմամբ, որի կապակցությամբ նոյեմբերի 12-ին վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքի 154-րդ հոդվածի առաջին մասի հատկանիշներով կազմվել է արձանագրություն։ Հոդվածը վերաբերում է շենքեր եւ շինությունների ինքնակամ կառուցելուն, որը սահմանում է տուգանք նվազագույն աշխատավարձի 200 պատիկի չափով։ Մի արձանագրություն էլ կազմվել է մետաղական կոնստրուկցիաներով շինության կառուցման շինարարական աշխատանքների իրականացման փաստի կապակցությամբ։ Այսինքն Երևանի քաղաքապետարանը պաշտոնական գրությամբ հայտարարում է, որ այս ինչ աշխատանքներ հիմա ստեղ իրականացվում են ապօրինի խախտումներով, բայց ժողովուրդ աշխատանքները հիմա իրականացնում են, շինարարները ներսն են, ոչ ոք չի գալի, չի կասեցնում, չի փակում, չի նկարում, չի հրապարակում, բայց տեսանք անցած տարի, որ նման ապօրինի քաղաքաշինական նորմերի խախտումով գործող բենզալցակայանները փակեցին։ Քաղաքաշինական նորմերի պահպանմանը մենք պետք է խստորեն հետևենք եւ այսուհետ նմանատիպ խախտումներ ունեցող բենզալցակայանները անպայմանորեն պետքա վերացվեն եւ սա կարծում եմ նույնիսկ պետք է արդեն հստակ մեսեջ լինի բոլոր այն անձանց համար, այն բենզալցակայանների տերերի համար, ովքեր որ այս պայդրությամբ շատ լավ տեղեկացված են, որ իրենք ունեն ապօրինի գործող բենզալցակայաններ կամ քաղաքաշինական նորմերի խախտումներով գործող բենզալցակայաններ եւ որ առաջ իրենց ուժերով կարող են ապամոնտաժել այդ բենզալցակայանները։ Նախորդ տարի հունվարի գործակարգավարականիստի ժամանակ էր քաղաքապետ Տիգրան Ավինյանը այս հրահանգը տվել, երբ աշխատակիցը ապամոնտաժված բենզալցակայանների մասին էր զեկուցում եւ մտահոգություն հայտնում, որ քաղաքում գործող 242 բենզալցակայաններից 43-ը դեռ շահագործվում են քաղաքաշինական նորմերի խախտումներով։ Այդ 43-ից քանիսն են խախտումները վերացրել։ Արդյոք այդ ցանկում ներառված է Գալֆ ապրանքանիշով որևէ կայան։ Քաղաքապետարանից գրավոր հարցում պահանջեցին, որի պատասխանը դեռ չենք ստացել։ Մինչ այդ Գալֆ Արմենիայի իրավաբանական բաժնի ղեկավար Սվետլանա Եղիազարյանը պնդում է, բոլոր մեղադրանքները անհիմն են, որոշ խախտումներ թույլ են տվել, տուգանվել են, որոշների հետ համամիտ չեն, վիճարկում են դատական համակարգով։ Յուրաքանչյուր դեպքով ինչը մեզ մոտ թերի է եղել, ինչը մեզ մոտ կիսատ է եղել, մենք ենթարկվել ենք վարչական պատասխանատվության։ Հնչում է կարծիք, թե որևէ հովանավորչության տրամաբանություն է գործում Գալֆի համար եւ աշխատում ենք խախտումներով ու անպատժելիության մթնոլորտում։ Նման բան չկա, ունենք հրահանգ կատարել մեր գործունեությունը 100%-ով իրավունքի եւ օրինականության դաշտում։ Կարող են լինել թերություններ, թեթև վրիպումներ, որևէ դեպքում չենք հերքում եւ չենք հայտարարում, թե իդեալական ենք աշխատում։ Որպես մեծ ձեռնարկություն, եթե նորից թերանանք ինչ-որ պահի, պատրաստ ենք կրել պատասխանատվություն։ Որևէ պետական հովանավորչություն ոչ միայն չկա, այլ հակառակը եղել են դեպքեր, որ վարչական պատասխանատվության ենք ենթարկվել անտեղի։ Որոշ դեպքերում, որտեղ մենք թերություն չենք ունեցել, տուժել ենք, օրինակ պետական մարմնի պատճառով, այս դեպքերով դիմել ենք դատական պաշտպանության։ Իրենց կուսակից Խաչատուր Սուքեսյանին պատկանող այս բենզալցակայանները ու չգան, չփակեն, չապամոնտաժեն։ Եթե օրենքը բոլորի համար հավասար է, խնդրեմ։
Գալֆի այս մի բենզալցակայանը գործում է Դավիթաշենի վարչական շրջանում, Կամրջի հարևանությամբ։ Միայն օրենքի հետ կապված խնդիրները չեն, որ Չախոյանին անհանգստացրել են։ Ասում է, անվտանգային նորմերի ապահովման վրա են նաև իշխանությունները աչք փակել։ Դուք պատկերացնում եք, ստեղ եթե մի հատ պայթուն լինի, ինչա լինի, նայեք։ Հələ երթևեկության մասին չեմ խոսում։ Կամուրջը միանգամից կբլի։ Կամուրջի տակ անցնող ավտոմեքենաները, վրայի ավտոմեքենաները, հասկանում եք, ինչ վտանգի մասին է խոսակցությունը գնում։ Ուսամիա կամուրջը չէ, որի կողքը, շուրջը եւ ներքևում բենզալցակայան կա։ Երևանյան խնդիրների մասին բարձրաձայնող ակտիվիստը մատնացույց է անում հաղթանակի կամրջի հենց սկզբում տեղակայված բենզալցակայանը։ Ոնց կարելի է, էլի, անմիջապես կամուրջի սկիզբը կառուցել բենզալցակայան։ Անկեղծ լինենք օբյեկտիվ, նախկինում էլ էր ստե բենզալցակայան, բայց դա չի նշանակում, որ նախկինում կառուցված բենզալցակայանն էլ եղել է օրինական։ Այսինքն ոնց անօրինական կառուցել են, հենց էլ անօրինական շարունակում են, թե հիմա շարքեն ասել նախկիներով տվյալ դեպքում ոչինչով չի տարբերվում։ Նույն աշխատելավոճը, նույն ապօրինությունները շարունակվում է։ Գալֆ Արմենիայից էլ պնդում են, այն տարածքները, որտեղ իրականացնում են իրենց գործունեությունը, տասնամյակներ շարունակ գրեթե բոլորը գործել են որպես բենզալցակայան։ Մենք որևէ բենզալցակայան հիմնովին չենք կառուցել։ Երևանում ապրած յուրաքանչյուր մարդ կհիշի, որ ժամանակին այս նույն վայրերում, որտեղ հիմա Գալֆն է, եղել են Միկայի եւ այլ անուններով բենզալցակայաններ, որոնցից մենք տարածքները օրինական հիմքերով վարձակալել ենք։ Դա կարելի է ստուգել, քանի որ վաղուց շատերը չեն գործարկվել, թարմացման կարիք են ունեցել։ Քաղաքաշինության, տեխնիկական եւ հրդեհային անվտանգության տեսչական մարմնից ազատությանը հայտնեցին. եթե նոր կառուցվող շինություն լիներ, ապա էսքիզից սկսած մինչև ճարտարապետահատակագծային առաջադրանք պետք է դրական եզրակացություն ստանար տեսչական մարմնում, բայց քանի որ սա արդիականացման անվան տակ է ներկայացվել, այս դեպքում տեսչական մարմինը որևէ փաստաթուղթ չի ստացել։ Գալֆի ներկայացուցիչն էլ վստահեցնում է. Գալֆը միջազգային բրենդ է եւ ունի պահանջներ, որը չպահպանելու դեպքում ոչ թե անհանգստացնող կլինի Չախոյանի, ակտիվիստների, լրագրողների մեղադրանքը, այլ լիցենզիայից զրկվելը։ Մենք առաջին հերթին պաշտպանում ենք մեզ։ Գալֆը 2024 թվականից Հայաստանում պաշտոնապես ներկայացնում է Ամրեկո ընկերությունը, որի 100% բաժնետերը ըստ պետական ռեգիստրի Անիստ Պետրոլումն է։ Իսկ ահա Անիստ Պետրոլումի 50% բաժնետերը Կիպրոսում գրանցված Պորիմա Լիմիթիդն է, մյուս կեսը Մեգատրեյդինն է։ Իսկ Մեգատրեյդ ընկերությունում բաժնեմասի առյուծի մասը 60%-ը Էդուարդ Ալբերտի Սուքյասյանինն է։ Հենց այս կապն է, որ Չախոյանին թույլ է տալիս եզրակացնել իշխանական падգամավոր Խաչատուր Սուքյասյանի ընտանիքի հետ ասոցացվող Գալֆ բենզալցակայանները պատահական չէ, որ սնկի պես աճում են։ Դա ակնհայտ քաղաքական որոշում է, որ շուկան բացազատեն եւ իրենց բիզնեսը ներդեն։ Դա կներեք, ես ուզում եմ ասեմ, դա բացահայտ, ակնհայտ ռեկետ է։ Այսինքն այն որ ասում են նախկինները, չգիտեմ, բիզնես են գողանում բանը, բիզնեսը հենց են գողանում, ուրիշ ձև բիզնեսը չեն գողանում։ Ճնշում են բիզնեսը, փակում են, փակել են տալը եւ փոխարենը իրանց բիզնեսն է գալի եւ տվյալ դեպքում սա է։ Գալֆի իրավաբանական վարչության ղեկավար Եղիազարյանը հակադարձում է. առնվազն ազնիվ չէ նշել մեկ անձի անուն, որը որևէ տեղ հիշատակված չէ եւ հնարավոր չէ ապացուցել որևէ կապ։ Պնդում է, սա հայկական բիզնես չէ։ Գալֆը ունի թե Հայաստանից, թե Վրաստանից սեփականատերեր։ Միջազգային բրենդ է, որը մի քանի երկրների գործունեության արդյունքում է հասել Հայաստան։ Ապամոնտաժված բենզալցակայանների մեծ մասը հետևյալի մասին էր, որ այդտեղ ոչ մի թույլտվություն, ոչ նախագիծ, ոչ շինթույլտվություն, ոչ մի բան չի եղել, ուղղակի այդտեղ բենզակայանը գոյացել եւ այս տարիներին առանց որևէ այսպես ասած օֆ անելու աշխատել են։ Եվ սա ընդհանրապես լրիվ ուրիշ ժանր է, որը այսօր էլ կա փաստորեն։ Դեռ հələ մենք այնեն չի որ հայտնաբերել ենք այդ բոլորը, որովհետեւ նաեւ այստեղ տնտեսական մրցակցության հարց էլ կա։ Մեկը օրենքով նախատեսված ձևով գնացել է ծախսահարել եւ այլն, նախագիծ, թույլտվություն, այդպես շարունակ, երբեմն շմակ եւ այլն, այն մյուսը ոչ մի բան չի արել, ուղղակի բերելա դրել բենզին ա վաճառում կամ չգիտեմ ինչ ա վաճառում։ Վարչապետի այս հայտարարությունից էլ 1 տարի է անցել։ Մտահոգությունը, որ գործող բենզալցակայանները արդեն աշխատում են օրինական դաշտում, դեռ չի փարատվել։